Ողջույն հարգելի ունկնդիրներ, Հանրային ռադիոյի եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ համար կաշխատեմ ես, Լուսի Քոչարյանը, հիշեցնեմ, որ մեզ կարող եք ունկնդրել նաև arm.radio.am կայքի on-line ռեժիմով։ Տեսագրություն, ձայնագրությունները տեղադրվում են այս նույն կայքում, ես առողջ եմ բաժնում եւ իհարկե հրավիրում եմ Facebook-յան հարթակ, ինչպես միշտ մեզ live stream-ով դիտելու համար, հայատար գրված Հայաստանի հանրային ռադիո Facebook-յան էջում եւ մեկնաբանություններում իդեպ կարող եք հարցեր դիտարկումներ թողնել, ես հյուրին կխնդրեմ հետո հետադարձ հայացք նետել մեր եթերին եւ պատասխանել հետաքրքիր կարեւոր հարցերին։ Մենք այսօր զրուցելու ենք բժիշկ ալերգոլոգ, ռեսպիրատոր հիվանդությունների մասնագետ կամ թոքաբան, կարելի է չէ, այդպես էլ ասել, Աստղ Բաղդասարյանի հետ։ Ողջույն Աստղ։ Ողջույն։ Շնորհակալություն գարնանային սրացումների հետ կապված հրավերն ընդունելու համար, որովհետև իմ հարցին, թե կարող եք հուշել մեզ գարնանը ինչ խնդիրներ են սրանում, դուք նշեցիք, որ դրանք ռինիտներն են եւ իհարկե ասթման շատ կարծում եմ վախենալի, բայց Հայաստանում որքանով է տարածված, արդեն դուք կասեք։ Երևի թե սկսենք ռինիտներից, որովհետև դրանք ավելի տարածված են, եթե չեմ սխալվում, ճիշտ է։ Այո, դուք ճիշտ եք, ռինիտները շատ տարածված են եւ անընդհատ նկատվում է դրանց աճ տարածվածության, հատկապես զարգացող երկրներում։ Շատ մարդիկ, եթե ախտանիշները թեթև են, թեթև փրշտոցներ, մեկ հակալերգիկ խմում են եւ բավարարվում են, բայց դեպքեր կան, որ դրանք բավական ծանր են ընթանում եւ մարդը ուղղակի տուժում է աշխատանքը, չի կարողանում գլխացավեր են ունենում, չի կարողանում նույնիսկ դուրս գալ տնից։ Այդ դեպքերում իհարկե ծանր է ռինիտը եւ ստիպված են լինում դիմել բժշկի։ Մենք գիտենք, որ Հայաստանում ամենատարածված ալերգենները դրանք խոտերի եւ մոլախոտերի ծաղկեփոշիներն են։ Ի տարբերություն տարածված միֆի, որ բարդիների բմբուլների սեզոնը սկսվեց, բայց բարդիների բմբուլները շատ քիչ կապ ունեն դրա հետ, իրականում խոտերի ծաղկեփոշիներն են եւ դրանք գրեթե ամբողջ ամառվա ընթացքում պահպանվում են եւ միայն սեպտեմբերի վերջ նոր հանգստանում է այդ սեզոնը։ Եթե խոսենք տարածվածության մասին, այս առումով հետաքրքիր նորություն ունեմ, որովհետև վերջին տվյալները Հայաստանում ալերգիաների տարածվածության վերաբերյալ 10-ամյա վաղեմություն ունեն եւ ներկայումս լուրջ քայլեր են իրականացվում այդ ուղղությամբ, մասնավորապես առողջապահության նախարարությունը, Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը եւ Արաբկիր բժշկական համալիրը նախաձեռնել են մի հետազոտություն, որի նպատակն է Հայաստանում բարձել այդ հիվանդությունների տարածվածությունը ներկայումս այս աճի պայմաններում եւ կատարել ռեսուրսների, առողջապահական ռեսուրսների տեղաբաշխում։ Մենք բոլորս էլ լավ գիտենք, որ Երևանում ամեն ինչ հասանելի է երեխաների համար, բայց մարզերում ամենատարրական միջոցները չկան ախտորոշման, ասթմայի ախտորոշման վերաբերյալ, իսկ այնքան շատ երեխաներ են խզացնում փոքր տարիքում, որ դա պարզապես պարտադիր է, որ մարզերը զինված լինեն համապատասխան միջոցներով եւ որպես արդյունք նախատեսում ենք ստեղծել մարզային կենտրոններ, որտեղ նախնական միջամտությունները հնարավոր կլինի իրականացնել։ Ինչ է կարծում, սա գլուխ կգա, ինչպես հայավարի ասում են, որովհետև շատ նախաձեռնություններ գիտենք, որ սկսվում են եւ այդպես ծամծմվում են ու տեղ չենք հասնում։ Ես գիտեմ, որ դուք շատ իրատեսական եք նայում, դուք շրջում եք աշխարհով մեկ, կապեր հաստատում, մասնակցում միջազգային ֆորումների, հանդիպումների եւ ձեր հեռանկարը կարծում եմ այստեղ շատ իրատեսական ու կարեւոր կլինի։ Ես լրիվ ռեալիստական եմ համարում, ինչպես այս ծրագիրը, այնպես էլ այլ ծրագրեր, որոնք միտված են առաջնային, երկրորդային օղակում առողջապահության բարելավմանը Հայաստանում։ Մենք մի փոքրիկ երկիր ենք եւ իսկապես եթե մեկը գործին կպնի, իրականանալի է եւ նույնիսկ եթե դա գումար արժի, ես կարծում եմ, որ աշխարհում գումար հաստատ կա, եթե այն ծախսվում է պատերազմների վրա, չեմ ասում Հայաստանում, բայց աշխարհում հաստատ այդ գումարը կա եւ ավելին ասեմ, մենք արդեն սկսել ենք ծրագիրը եւ օրինակ Տավուշում առաջին փուլը գրեթե արդեն ավարտին է հասնում 6, 7 եւ 13-14 տարեկան երեխաների շրջանում սկզբում իրականացնում ենք հարցումներ այդ հիվանդությունների վերաբերյալ, այնուհետև հայտնաբերում ենք ռիսկի խմբի երեխաներին եւ
Նրանց հետազոտելու ենք արդեն հենց մարզում ստեղծված կենտրոններում։ Գոնե առաջի փուլը, այն փուլը, որը նախատեսվում է հետագայում ներդնել այդ մարզում, այդ փուլի հետազոտությունները իրականացնելու ենք տեղում, կրթելով տեղի բժիշկներին, ովքեր կկարողանան հետագայում հետազոտության շրջանակներից դուրս ևս այդ հետազոտությունը իրականացնել մարզի բոլոր երեխաների համար։ Բայց ինչու է կարևոր իմանալ տարածվածության մասին, որովհետև օրինակ մարզեր կան, որտեղ համեմատաբար քիչ է բնակչությունը եւ ռացիոնալ չի ինչ որ մի մեծ կենտրոն ստեղծել, բայց ռացիոնալ է առաջնային օղակի բժշկին կրթել այնպես, որ նա կարողանա հայտնաբերել այդ խնդիրը եւ ճիշտ կապեր ապահովել հիվանդի համար։ Մյուս կողմից էլ կան մարզեր, օրինակ Մեղրին, այնքան հեռու է գտնվում, որ նույնիսկ եթե 10 երեխա լինի այնտեղ, պետք է նախնական միջոցներ լինեն, որպեսզի մարդիկ այդ ամբողջ ճանապարհը չանցնեն ու գան հասնեն Երևան կամ նույնիսկ Կապան, որովհետև իսկապես ես ինքս շրջագայել եմ Հայաստանով մեկ եւ գիտեմ ինչքան բարդ է ծնողի համար, արագ դուրս են բերում վիճակից եւ եթե չի հաջողվում հասնել բժշկին, երեխան երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ հայտնվում է նորից հիվանդանոցում։ Այդ պատճառով մենք շրջում ենք բոլոր մարզերում, որպեսզի ծանոթանանք իրական դրությանը եւ տեսնենք լոգիստիկայի առումով, տարածվածության առումով, որտեղ ինչ ռեսուրսներ արժի ներդնել եւ կարծում եմ, որ դա իրականանալու է։ Իսկապես Հայաստանը երկու քայլ երկիր է եւ մենք այո երբեմն անհասկանալի է մնում թե ինչու մի պարզ ծրագիր, որևէ պարզ հետազոտություն հնարավոր չէ իրականացնել, օրինակ ես ապշած եմ, որ մենք 10 տարի փաստորեն չենք ունեցել հետազոտություն եւ այսպես ապրել ենք առողջապահական համակարգը գոյատևել է առանց այս հիվանդության վերաբերյալ տվյալների, ինչևէ ուրախ եմ, որ դուք իրատեսական եք նախամարում։ Եկեք վերադառնանք ավելի բուն հենց հիվանդությունների նկարագրին։ Հիմա մեզ ունկնդրողների համար կարող եք այն նշաններն ասել, որոնք բնութագրում են ռինիտը, ռինիտները, տեսակները, եթե դրանք կան, եւ որոնցով կարելի է տարբերել այլ կարծում եմ էլի շատ նման հիվանդություններից ու խնդիրներից։ Ռինիտը կամ հայերեն հարբուխ ենք ասում ռինիտին շատ ծանոթ է բոլորին, որովհետև վիրուսային վարակների ժամանակ, օրինակ հենց հիմա դուք քթի մեջ խոսում Բայց ես չգիտեմ որքանով է սա վտանգավոր, ինչ անել, հիմա զբաղվել սրանով, թե սпасել ինքն իրեն անցնի։ Սпасեք ինքն իրեն անցնի, վիրուսային ռինիտները, հետվիրուսային այդ վիճակները առնվազն 2 շաբաթ կամ մի քիչ էլ ավել չեն պահանջում որևէ հատուկ միջամտություն, բացի քթի խոռոչի հիգիենայից, օրինակ ֆիզլուծիթով մաքրելուց, կամ եթե շատ փակված է քիթը եւ առաջին օրերն է որ պարզապես շնչել չի լինում, անոթասեղմիչներ օգտագործվում են։ Եվ հենց այստեղ է այն հիմնական տարբերությունը, որ մենք պիտի նշենք ալերգիկ ռինիտները տևում են սովորաբար երկար։ Առնվազն 2 շաբաթից ավել հաստատ տևում են եւ սովորաբար դրանք անհանգստացնում են ալերգենի ամբողջ սեզոնի ընթացքում։ Քթի փակվածություն, աչքերի քթի քոր, երբեմն նույնիսկ հազ է լինում, որը կարող է կապված լինել ասթմայի հետ, կարող է կապված չլինել, պարզապես քթից հետ հոսք է լինում եւ գրգռում է կոկորդը, մարդը հազում է, որպեսզի հեռացնի այդ արտադրուկը։ Եվ նման ախտանիշները բոլոր մարդիկ ծանոթ են վիրուսներից, այդ նույն ախտանիշները, եթե ալերգիայով են պայմանավորված, ավելի երկար են պահպանվում եւ ուղեկցում են նաեւ ակնային ախտանիշներով շատ հաճախ։ Արցունքահոսություն Հիմնականում աչքերի կարմրություն, քոր ծանր դեպքերում այո կարող է նաև արցունքահոսություն լինել։ Եվ փաստորեն ռինիտը ինքը վիճակ է, այլ ոչ թե առանձին կամ ինքնուրույն զարգացող հիվանդություն, եւ մենք միշտ պետք է պատճառը, ծագման պատճառը հայտնաբերենք, օրինակ ոչ թե անընդհատ գրիպ բուժենք, այլ հասկանանք, որ սա ալերգիա է եւ եթե մի ամիս ռինիտ ունենք, չի կարող դա վիրուսային ինչ որ հետևանք լինել, պետք է կասկածել արդեն ալերգիա։ Չենք բուժում ռինիտը, հա? Բուժում ենք իրական պատճառը։ Ռինիտն էլ ենք բուժում։ Իրականում եթե ռինիտը առաջացել է վիրուսային վարակի պատճառով, մեծ մասամբ 2 շաբաթների ընթացքում անցնում է։ Բայց մարդը կարող է եւ չունենալ ալերգիա, բայց ռինիտի ախտանիշները պահպանվեն 2 շաբաթից ավել։ Այդ դեպքում հնարավոր է, որ որպես վիրուսային վարակի բարդություն զարգացած լինեն հարկթային խոռոչների բորբոքումներ, որոնք թույլ չեն տալիս, որ այդ ռինիտի ախտանիշները վերանան ամբողջությամբ։ Այսինքն եթե 2 շաբաթից ավել տևում
են ախտանիշները, ամեն դեպքում գնահատում անհրաժեշտ է, առնվազն տարբերակելու համար դա ալերգիկ ռինիտ է, թե սինուսիտ է զարգացել ինֆեկցիայի պատճառով, եւ գնահատում պետք է, բայց եթե դա ալերգիկ ռինիտ է, շատ կարեւոր է նաեւ ուսումնասիրել պատճառը, որովհետեւ մի ստվար հատված ալերգիկ ռինիտների հնարավոր է նաեւ վերջնական բուժել, այսինքն բարձել ինչից է ալերգիան եւ կոնկրետ ալերգենի դեմ ուղղված բուժում իրականացնել, որը կոչվում է ալերգեն սպეციფიկ իմունոթերապիա, մարդը ինչից որ ալերգիա ունի, ներարկումների կամ ենթալեզվային հաբերի կամ կաթիլների միջոցով հնարավոր է բուժել այդ ալերգիան, որպեսզի հետագա կյանքի ընթացքում մարդը այլևս չունենա այդ ախտանիշները կամ շատ ավելի պակաս ունենա եւ շատ ավելի քիչ սիմպտոմատիկ դեղորայքի կարիք ունենա։ Իսկ եթե մենք գտնենք ալերգեն նյութը կամ մթերքը եւ դա հանենք կյանքից, դրական արդյունք կունենա, թե դուք միտված չեք այդպիսի լուծում տալու եւ ավելի լավ է օրինակ դեղորայքային բուժում ստանալ։ Ալերգիկ ռինիտ կարող է զարգանալ նաև որոշ դեղերի նկատմամբ, օրինակ ասպիրինով պայմանավորված կամ ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղորայքով պայմանավորված որոշ մարդիկ ունենում են այդպես, նաև իզոլացված ռինիտ բացի ցաներից եւ այլն։ Այդ դեպքում իհարկե ռացիոնալ է, որպեսզի մարդը չօգտագործի դեղորայքը, այսինքն ալերգենը գտանք, հանում ենք, չենք օգտագործում, ռինիտը չկա։ Բայց եթե դուք ինձ բացատրեք ինչպես ազատվենք փոշու տզերից, որոնք ապրում են ամենուր, կամ ծաղկե փոշիներից, որոնք կիլոմետրերով թռչում են օդում, եթե նույնիսկ մեր բակում չկան այդ խոտերը, հարևանի բակում իրենք կան, եւ այդ ծաղկի փոշիները կիլոմետրերով են թռչում։ Այդ դեպքում բնակության վայրը փոխելը նույնիսկ հաճախ գրեթե ամենուր են նրանք։ Չի օգնում, մեծ մասամբ չի օգնում։ Հաճախ գնում են օրինակ ծով այդ սեզոնին, որտեղ էլի ճիշտ է կարող են լինել ալերգենները, բայց քանի որ օդի խոնավությունը բարձր է, դրանք նստում են ավելի շատ ներքև եւ ավելի քիչ են ախտանիշներ առաջացնում, բայց մարդը դժվար է պատկերացնել, որ օրինակ 3-4 ամսով գնա մի ուրիշ երկիր, հետո վերադառնա, այդպես դժվար է շատ քչերի կյանքում է այդպիսի բան հնարավոր եւ այստեղ մի քիչ մոլորություններ են սկսում պտտվել, որ գնացի աղի ջրից, օրինակ ծովի ջրից ալերգիաս անցնում է եւ այլն, իրականում փաստորեն չկա նման բան։ Դրա մեջ ճշմարտություն կա, որովհետև աղի ջուրը, երբ որ ինչ ենք մենք ռինիտների բուժման ժամանակ անում, առաջին հերթին փորձում ենք շնչուղիներից հեռացնել ալերգենը եւ հատուկ այդպիսի սարքեր կան, որոնք մոտ 250 մլ աղաջուր է փաստացի իրենից ներկայացնում, ողողում ենք քթի խոռոչը եւ հեռացնում ալերգեններից։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ որ մարդը բնականից մտնում է ծով, այդ աղի ջուրը լվանում է իր շնչուղիները եւ հեռացնում է ալերգենները։ Փաստացի ստացվում է, որ սիմպտոմատիկ բուժում է իրականացնում ծովը եւ շատ կազդուրիչ ազդեցություն է ունենում, բայց դա անընդհատ հնարավոր չէ անել ամբողջ ընթացքում։ Եվ եթե միֆերի բաժնի առումով խորանանք, ուրիշ ինչ մոլորություններ, այսպես թյուրըմբռնումներ կհիշեք ձեր պրակտիկայից, մեր հանրությունում տարածված, հենց այդ ձեր նշած ալերգիկ վիճակների բուժման հետ կապված մարդիկ երբեմն վախենում են, չէ ոչինչ, ես կտարապեմ, տարին մի սեզոն է կդիմանամ, բայց այդ վնասակար պրոցեդուրաները, ներարկումները, դրանք հորմոններ են, դրանք կախվածություն են առաջացնում եւ այլն, դրանք չեմ անի։ Արդյոք ճիշտ է նախ իմ տպավորությունը եւ այլ ինչ մոլորություններ ունեն մարդիկ։ Այնքան կարևոր հարց բարձրացրեցիք։ Ամեն օր ես վստահ եմ, որ մեր բոլոր ալերգոլոգները բախվում են այդ խնդրին, գալիս են ասում են բժիշկ ջան, մենք հիմա մի հատ անպայման պետք է հենց այսօր հանդիպենք, որովհետև վաղը այդ բանը ծաղկման փոշոտման սեզոնը սկսվում է բանում այդ լորիում դենդրոպարկում սկսվում է փոշոտման սեզոնը, մենք պետք է գնանք, որ երեխու ալերգիան բուժվի։ Մի հատ արագ նայեք, տեսեք ինչ խորհուրդներ եք տալիս, որ մենք վաղը արդեն այդ սեզոնը սկսվել է, գնանք, կամ մեծ գումարներ են ծախսում, որպեսզի հենց այդ օրերին փոշոտման ծառերի փոշոտման սեզոնին ամրագրեն իրենց տեղերը դենդրոպարկում։ Իրականում դենդրոպարկը որևէ կերպ չի բուժում ալերգիաները եւ ընդհակառակը, եթե մարդը ալերգիա ունի հենց այն ծաղկե փոշիներից, որոնք առաջացնում են իր ալերգիան, կարող է սրվել։ Եթե մարդը չունի ալերգիաներ եւ պարզապես մաքուր լեռնային օդ է ուզում վայելել, այն կարող է վայելել եւ
ծաղկման սեզոնի եւ դրանից դուրս եւ այդ միֆը եկել է այն ժամանակներից եւ տուբերկուլոզն էին բուժում այնպիսի հատվածներում, որտեղ փշատերև անտառ եւ օզոնի պարունակությունը ավելի շատ է, որը նպաստում էր տուբերկուլոզի բուժմանը, բայց դա ոչինչ ընդհանուր չունի ալերգիաների հետ։ Դա մի միֆ, որ դենտրոպարկը ալերգիաները չի բուժում, բայց նաեւ կարող է չվնասել, եթե իր ալերգենները այդ սեզոնին այնտեղ չեն ծաղկում, ապա չի վնասելու։ Մյուս միֆը այն է, որ մի ներարկում կա, այդ դուք եք ձեր իմունոթերապիան անում եք, ամիսը 1 կանչում եք, ներարկում եք 3 տարի բան, բայց մեր բժիշկը մեզ մի հատ ներարկում է անում եւ մենք ամբողջ սեզոն համարյա 2 ամիս ախտանիշ չենք ունենում եւ այդ ներարկումները արվում են երկարատև ազդող հորմոնի միջոցով, որը բազմաթիվ կողմնակի ազդեցություններ ունի եւ պարզապես չի կարելի այդ երկարատև ազդեցության հորմոնը, ես չեմ ուզում անունը տալ, որպեսզի մարդիկ չանեն դա, հակառակ էֆեկտը չունենա, այո, դա արդեն վաղուց ընդունված մեթոդ չէ, եթե շատ տարիներ առաջ այդ մեթոդը կիրառվում էր մեկ ներարկումով ռինիտները կառավարելու համար, ներկայումս հայտնի է, որ այդ դեղորայքները սովորաբար կիրառվում են ռևմատիկ հիվանդությունների բուժման համար հոդային ներարկումներ անելու, բայց ոչ երբեք ալերգիկ ռինիտը բուժելու համար եւ ես կխնդրեի, որ զերծ մնան։ Ինչը կարող են ինքնուրույն անել պացիենտները, դա երկրորդ սերնդի, այսինքն չշշմեցնող հակահիստամինային դեղորայքի օգտագործումն է, որը նույնիսկ առանց բժշկի նշանակման կարողանում են դեղատներում պացիենտները ձեռք բերել, դա բավականաչափ անվտանգ է հատուկեն սիմպտոմները կառավարելու համար, բայց եթե դա չի օգնում եւ ավել դեղորայքի կարիք կա, այդ դեպքերում իհարկե կարեւոր է, որ դիմեն բժշկի եւ ստանան համապատասխան դիագնոստիկա եւ բուժում։ Իսկ այդ ձեր նշած ինքնուրույն դեղատնից գնելու հնարավոր դեղորայքը ինչ որ դոզավորում, տարիքային սահմանափակում եւ այլն ունի, որ հիմա մենք նաեւ դա հուշենք, չգնան մարդիկ դեղատնից եւ այլ բաներ գնեն։ Այո, ցանկացած դեղորայք ունի դեղաչափեր եւ եթե ինքնուրույն են օգտագործում, ապա միայն դեղատոմսի ցանկացած դեղ իր մեջ ունենում է ներդիր, որտեղ սովորական դեղաչափը նշված է դեղորայքի։ Այդ դեղաչափերով երկրորդ սերնդի չշշմեցնող հակահիստամինային դեղորայքը կարող են օգտագործել։ Ես կտամ դեղերի անուններ, որոնք չի կարելի օգտագործել ռինիտի բուժման համար, որովհետև դրանք շշմեցնում են, ազդում են առօրյայի վրա, մարդը նույնիսկ ավտոտրանսպորտային պատահարներ կարող են տեղի ունենալ, օրինակ դիմետրոլ, սուպրաստին, առաջի սերնդի հակահիստամինային պարունակող դեղերը առաջինն են գնում եւ առաջինն են գնում, այդ դրանք չի կարելի օգտագործել ռինիտի ախտանիշները կառավարելու համար, երկրորդ սերնդի չշշմեցնող հակահիստամինայիններ կարելի է օգտագործել, ես դեղորայքի անուն չեմ տա որևէ, բայց անպայման անհրաժեշտ է, եթե առանց բժշկի դեղատոմսի եք մտել դեղատուն, ճշտել արդյոք շշմեցնող ազդեցություն ունի այդ դեղորայքը թե չէ եւ ի վերջո իհարկե ավելի ցանկալի է բժշկի նշանակմամբ գնել դեղը։ Լավ, շնորհակալություն, ամեն դեպքում ես էլ իմ կողմից ինքնագործունեությունը չեմ խրախուսում անպայման։ Մենք եթերին ուղղորդումներ, խորհուրդներ տալիս ենք, բայց դրանք շատ ընդհանուր են եւ չմոռանանք, որ անհատական խորհրդատվությունը ոչ ոք չի չեղարկել, դա պարտադիր է եւ եթե դուք ուզում եք գրագետ արդյունավետ բուժում ստանալ, անպայման բժշկի դիմեք եւ ստացեք ձեր անհատական խորհրդատվությունը։ Եվ հաղորդման վերջում հասցնենք ասթմային էլ անդրադառնալ, կարող եք նկարագրել այն հիմնական նշանները, որից մայրիկները, մեծահասակները, եթե դա նման է կամ տարբերություններ կան, դա էլ նշեք, որով կարելի է ճանաչել մարդն ունի ասթմա, թե ոչ։ Ասթման դրսևորվում է դժվարաշնչությամբ, արտաշնչական խզոցներով, հազով, երեխաները սկսում են փորիկով շնչել, շատ հաճախ ավելի փոքր տարիքի երեխաները, որոնք ունենում են այսպես կոչված օբստրուկցիա։ Ընդհանրապես ասթմայի բնորոշ ախտանիշները վաղ մանկական տարիքում, նախադպրոցական տարիքում շատ երեխաներ են ունենում, բայց պարտադիր չէ, որ դա լինի ասթմա։ Նույնիսկ եթե ասթմա չէ, ծնողները պետք է այդ ախտանիշները ճանաչեն, արտաշնչական խզոցներ, դժվարաշնչություն, որը ուղեկցվում է վիրուսային վարակներով, կամ կարող է լինել նաև վիրուսային վարակներից դուրս։ Հատկապես անհանգստության տեղիք տալիս են այն խզոցները, որոնք դրսևորվում են վիրուսներից դուրս, որովհետև վիրուսներով ուղեկցվող այդ դժվարաշնչությունները շատ երեխաներ տարիքի հետ հաղթահարում են։
Բայց օրինակ, եթե երեխան վազելից է ունենում դժվարաշնչություն, կողքից լսելի խզոցներ, կամ օրինակ հայրիկը տանը ծխում է, որը շատ տարածված է իդեպ Հայաստանում, եւ ծխախոտի ծխի ազդեցությամբ երեխան ունենում է խզոցներ, դրանք արդեն կարմիր դրոշակներ են, որոնք նշանակում են, որ ծնողը պիտի դիմի մասնագետի, որպեսզի ստանա համապատասխան բուժում։ Ավելի մեծ տարիքում ասթման սովորաբար դրսևորվում է ավելի հաճախ է դրսևորվում վիրուսներից դուրս, հատկապես ալերգենների ծաղկման սեզոնին։ Օրինակ սեզոնային ասթմաները հենց ծաղկեփոշիների ծաղկման սեզոնին են դրսևորվում։ Փոշու տզի հետ կապված ասթմաները դրսևորվում են ամբողջ տարվա ընթացքում եւ հատկապես սրվում են ձմեռային ամիսներին, երբ մարդը ավելի շատ տանն է գտնվում, հատկապես եթե քնում են բրդյա անկողնու մեջ գիշերվա ժամերին են ախտանիշները սրվում, եւ ընդհանրապես ասթման այլ տեսակի հիվանդություններից ավելի հեշտ է տարբերակել նրանով, որ ախտանիշները դրսևորվում են գիշերային ժամերին, լուսադեմին մոտ, ֆիզիկական ծանրաբեռնվածության, էմոցիոնալ ծանրաբեռնվածության ժամանակ, եղանակային փոփոխությունների, ալերգենների ծաղկման սեզոնին զուգահեռ։ Էլի ալերգիաների հետ նմանություններ ու զուգահեռներ փաստորեն ունեն։ Իսկ մի այսպիսի հարց՝ ջերմության բարձրացում, ցավեր ինչ որ հատվածներում օրգանիզմի լինում են, թե մենք միայն շնչառության հետ կապված խնդիրներին պետք է ուշադիր լինենք։ Ընդհանրապես ասթմային բնորոշ չէ ջերմությունը, բայց ասթման կարող է սրանալ ոչ միայն ալերգենների պատճառով, այլ նաև վիրուսային վարակների պատճառով, այսինքն իհարկե ասթման կարող է սրվել ասթմայի ախտանիշները վիրուսային վարակներից։ Ջերմությունը ոչ թե ասթմայի պատճառով է, այլ վիրուսի, բայց ասթման էլ սրվել է հենց վիրուսի պատճառով, այսինքն այո, կարող է լինել ասթմայի նոպա, որը ուղեկցվի ջերմության բարձրացմամբ։ Պարտադիր չէ, որ դա լինի թոքաբորբ, եւ նման դեպքերը հաճախ սխալմամբ բուժվում են հակաբակտերիալ դեղորայքով, մինչդեռ մարդը ուներ ասթմա։ Այդ պատճառով շատ կարևոր է ժամանակին ախտորոշել ասթման, որովհետեւ վիրուսների ժամանակ էլ կանխարգելվեն ավելորդ հակաբիոտիկների օգտագործումը այդ մարդկանց շրջանում։ Եվ մեծահասակների մոտ ասթմայի մի տեսակից է շատ կարևոր խոսել, հատկապես կանանց մեծ տարիքում առաջացող ասթմաները, որոնք ուղեկցվում են պոլիպոզ ռինոսինուսիտով, այսինքն որ ասում են քթուն պոլիպներ կան եւ դեղորայքային գերզգայունությամբ, դրանք շատ ավելի հազվադեպ հանդիպող ասթմայի տեսակ են, բայց շատ ավելի վտանգավոր եւ դժվար են ենթարկվում բուժման էոզինոֆիլային ասթմաները եւ ցանկալի է, որ այդ ախտանիշները մարդիկ ճանաչեն եւ եթե խզոցներ, դժվարաշնչություն աստիճան բարձրանալուց ունենում են մարդիկ, անպայման դիմեն հետազոտման։ Աստղիկ ասթման քրոնիկական եւ գնալով զարգացող հիվանդություն է համարվում, թե այն կարող է կյանքի ինչ-որ շրջանում հանկարծ անհետանալ։ Հատկապես հարցս վերաբերում է իհարկե երեխաներին, կարծում ծնողներին կհետաքրքրի, սպասեն, անցնի տարիքի հետ, թե դա հնարավոր չէ։ Ասթման քրոնիկ հիվանդություն է, բայց բարեբախտաբար երեխաների մոտ այն ունի բարորակ ընթացք եւ շատ երեխաներ, հատկապես ովքեր ունեն ոչ ալերգիկ ասթմա, նրանք տարիքի հետ հաղթահարում են իրենց ասթման եւ կարող են մեծ տարիքում այլևս դեղորայք չօգտագործել։ Եվ նույնիսկ այն երեխաները, ովքեր ունեն ալերգիկ ասթմա եւ մենք անում ենք իմունոթերապիա եւ հաջողությամբ է ավարտվում իմունոթերապիան, օրինակ ես ունեմ պացիենտ, որը ունի փոշու տզերով պայմանավորված ասթմա, իմունոթերապիայի անցնելուց հետո արդեն 5 տարի ինքը հակաստմատիկ տեղ չի ստացել եւ դա իրականություն է, դա կարող է լինել։ Բայց ժամանակավոր բնույթ է, այսինքն դուք ամեն պահի սպասում եք հետ գալու։ Մենք չգիտենք, մենք հետագա տարիներին այո, կարող է հետ գալ այդ ախտանիշները, օրինակ 10 տարի անց, բայց դուք պատկերացրեք մի իրավիճակ, երբ երեխան այդ 10 տարին էլ պիտի ստանար քրոնիկ բուժման համար իրեն ասթմայի դեղորայքը եւ ինքը 10 տարի իմունոթերապիայի արդյունքում զերծ է մնացել հակաստմատիկ դեղորայքից, բայց հնարավոր է նաեւ տարբերակ, որ հետ չգան այդ սիմպտոմները այլևս, դա հնարավոր է։ Ամեն դեպքում, եթե մենք ունենք ախտորոշված ասթմա, մենք պետք է միշտ ուշադիր լինենք եւ եթե որևէ տարիքում այդ նմանատիպ ախտանիշներ կրկնվում են, առնվազն կրկնակի հետազոտենք համոզվելու համար, որ դա ասթմա չէ, այլ պարզապես վիրուսով է հիվանդացել մարդը։ Եթե ասթման սկսվում է մեծահասակ տարիքում, դժվար է ակնկալել, որ այն կարող է անցնել։ Մեծահասակ տարիքում մենք հաճախ բախվում ենք այնպիսի իրավիճակի, երբ ասթման թեթև է, 90% դեպքերում ասթման ունի թեթև ընթացք մարդկանց
մոտ, եւ մարդիկ սովորում են ուղղակի չնկատել ասթմայի ախտանիշները։ Եթե իրենք աստիճան արագ բարձրանալիս խնդիր են ունենում, դանդաղ են բարձրանում աստիճանները, իսկ առօրյա կյանքում սովորում են ապրել իրենց աստմայի հետ, բայց դրա վտանգը նրանում է, որ արդեն 40-50 տարեկանում արդեն դառնում են անվերականգնելի փոփոխություններ թոքերում, որոնք կարող են պատճառ դառնալ այսպես կոչված քրոնիկ բրոնխիտների արկայությունը, մենք քրոնիկ օբստրուկտիվ թոքային հիվանդություն ենք անվանում, այդ պատճառով նույնիսկ փոքր ախտանիշները պետք չէ արհամարել։ Իսկ ինչ վնասներ են օրգանիզմին հիմնականում հասցնում հենց ասթմայի ժամանակ կիրառվող դեղերը, հատկապես նրանք, որոնք սեզոնային չեն, այսինքն սեզոնը մեկ անգամ չեն, այլ մշտական են, ամբողջ կյանքի ընթացքում ուղեկցում են մարդուն։ Բարեբախտաբար ասթմայի սրացումները կանխարգելելու համար օգտագործվող դեղերը տեղային ազդեցության են, նույնիսկ եթե հորմոններ են, եւ դրանք կարելի է ասել գրեթե չեն կողմնակի ազդեցություն առաջացնում, որովհետեւ իրենք չեն ներծծվում օրգանիզմի մեջ, որpիսի պատկերացնեք ինչ աստիճանի չեն ներծծվում, օրինակ մարզիկները դոպինգ կոնտրոլ կարողանում են անցնել օգտագործելով ասթմայի դեղորայք, այսինքն այդ ստերոիդները արյան մեջ չեն հայտնաբերվում, բայց եթե մարդը չի ստանում այդ դեղորայքը եւ ունենում է հաճախակի սրացումներ, մենք ստիպված կյանքի ցուցումով օգտագործում ենք այն երկարատև ազդող խմելու կամ սրսկվելու հորմոնները, որոնք կարող են հանգեցնել օստեոպորոզի, մարդը կարող է գիրանալ, այն բոլոր կողմնակի ազդեցությունները մազակալում, մաշկի վատացում, որոնք բնորոշ են համակարգային ստերոիդների օգտագործմանը։ Եթե մարդը օգտագործում է չկարգավորված բրոնխները լայնացնող դեղեր, սրացումից դուրս բերելու համար, օրինակ սալբուտամոլ, դա կարող է հանգեցնել սրտի կողմից բարդությունների։ Այդ պատճառով շատ կարևոր է օգտագործել ճիշտ դեղը ճիշտ ժամանակին եւ այդպիսով մենք կխուսափենք եւ հիվանդության եւ դեղորայքների բարդություններից։ Աստղիկ, արդյոք Հայաստանում դուք նկատում եք դիմելիության խնդիր։ Այդ դուք բազում նշաններ, խնդիրներ, կյանքի որակի վրա շատ բացասաբար ազդող ախտանշաններ թվարկեցիք, արդյոք մարդիկ ուշադիր են եւ ժամանակին են դիմում, կարողանում եք հաղթահարել, դինամիկ հսկողություն կարողանում են սահմանել, կապ են պահում բժշկի հետ։ Մի փոքր ուզում եմ հասկանալ, դուք բողոքներ, գանգատներ ունեք այս առումով։ Այս առումով մենք ունենք երկու տեսակի խնդիր։ Մի խնդիրն այն է, որ տեղեկացվածության պակասն է, մայրաքաղաքում հիմնականում դիմում են, բայց մարզերում, օրինակ մենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի շրջանակներում մարզեր այցեր էինք իրականացնում, որոշ մարզերում ինձ զարմանալի էր, ընդհանրապես չկային երեխեք, որ եկել էին ալերգոլոգի մի քանի հոգի, պարզապես բժիշկը չէր կարողացել այդ մարզերում ճանաչել եւ բերել։ Այսինքն այն ծրագիրը, որ իրականացնում ենք, դա մեծապես կօգնի մարզերի բժիշկների կրթման process-ին եւ ախտանիշների վաղ ճանաչմանը, եւ եթե տեղերում էլ ունենանք միջոցներ, այս խնդիրը լուծման ընթացքի մեջ է։ Մյուս խնդիրը ֆինանսական խնդիրն է, որը ես չեմ կարող ուղղակի սա չնշել, որովհետեւ մեր պետությունը ասթմայի հետազոտական միջոցները ներառել է պետպատվերի շրջանակում գոնե երեխաների համար ախտորոշումը, որոնք բավական թանկ հետազոտություններ են, բավական ռեսուրսատար ընտանիքի համար, եւ մարդը եթե նույնիսկ գիտի, որ պիտի գնա հետազոտման եւ գումար չունի, բնականաբար շատ երեխաներ դուրս էին մնում։ Իսկ արդեն գրեթե 2 տարի է շնորհիվ այդ ծրագրի, որ պետությունն իրականացրեց, մենք կարողանում ենք պետպատվերի շրջանակում հետազոտությունները իրականացնել եւ դեղորայքն էլ ներկայումս, եթե ախտորոշվում է ասթմա, Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի շնորհիվ կարողանում են կրկին անվճար տրամադրել նրանց։ Իսկ պակաս կա դեռ, այսինքն լինում են տարվա կտրվածքով երեխաներ, ում հերթը չի հասնում, ովքեր զերծ են մնում։ Ներդրման առաջին տարում մենք ունեցանք նման խնդիր, այո, որովհետև չէր բավականացնում բյուջեն, բայց այս տարի այդ խնդիրը լուծվել է եւ դեռևս չենք ունեցել իրավիճակ, երբ մարդը կարիք ունենա պետպատվերով հետազոտման եւ իրեն չտրամադրվի ուղղագիր եւ չծածկվի պետության կողմից։ Բայց խոսքը երեխաների մասին է։ Այո, այստեղ միայն երեխաների մասին է։ Եվ ես մոռացա մի կարևոր հարց ուղղել, ասթման ինչպես է ախտորոշվում, ինչ լաբորատոր կամ գործիքային հետազոտություններ են այստեղ պետք։
Առաջին ամենակարևորը դա արտաքին շնչառական ֆունկցիայի գնահատումն է, այսինքն մարդը փչում է ապարատի մեջ, չափվում է արտաշնչման արագությունը, որը տուժած է լինում ասթմայի ժամանակ, կատարվում է դեղորայքային փորձ, արդյոք այդ սպազմը բրոնխներում լավ է արձագանքում բրոնխալայնիչին թե ոչ, եւ ամենապարզ դեպքում, եթե աղտանիշները սուր են եւ հայտնաբերվում է այդ օբստրուկցիան, դրական բրոնխոդիլատացիոն տեստը, կարողանում ենք հաստատել ասթման։ Եվ սա օբյեկտիվ է, ապացուցողական օբյեկտիվ է, ապացուցողական է, բայց եթե աղտանիշները թեթև են, շատ ավելի մասնագիտացված նեղ տեստեր կան, արտաշնչական օդում բիոմարկերներ ենք որոշում ենք արդյոք վազքի ժամանակ ինչպես է տուժում շնչառությունը, սրանք արդեն մասնագիտացված կենտրոններում, ծրագրի շրջանակներում այդ առաջի ամենակարևոր հետազոտության մեթոդը, որը սուրբ փուլում հնարավորություն է տալիս ախտորոշելու, պլանավորում ենք ներդնել մարզերում։ Ահա, որ այլևս մարզերի հետազոտությունները բուժումը այո, գոնե հրատապ դեպքերում մարդիկ կարող են օգնություն ստանալ, այո։ Լավ, շնորհակալություն, շատ ինֆորմատիվ էր, ես հույս ունեմ մեզ որքան հնարավոր է այս խնդրով տառապող մարդիկ լսեցին եւ կարծում եմ շատ կարեւոր էր նաեւ ծնողների համար ճանաչելու ժամանակին դիմելու։ Մենք զրուցեցինք բժիշկ ալերգոլոգ, ռեսպիրատոր հիվանդությունների մասնագետ Աստղ Բաղդասարյանի հետ։ Ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը, շնորհակալություն հարցազրույցի համար եւ ցտեսություն բոլորին։